ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություններ եւ սա եւս մեկ անգամ ցույց է դնում, որ ներկայացված հաշվետվությունը ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց ցանցանքներից մեկը եւ Երևանի առաջ ծառացած երևի թե ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ինչքան էլ որ մենք շարունակում ենք պայքարել դրա դեմ, իհարկե քանակը եւ ծավալները նվազել են, բայց այսպես ասած մշակույթի դեմ պայքարելը մի փոքր դժվար է, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք որ իրականացվում են, վստահորեն մեր մշակույթում եւ վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն եւ մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ եւ չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց հետո, այսպես ասած, այդ շինությունների չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց թե ինչ, այնուամենայնիվ փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները։ Տարատեսակ կրպակները, որ ունենք մայթերի վրա, որ ամբողջապես մայթ են փակում եւ կրկին այն պայքարը, որ տերերը փորձում են մղել, տարբեր նաեւ դատական պրոցեսներ հարուցելով Երևանի քաղաքապետարանի դեմ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի, ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով եւ Երևանի քաղաքապետարանը անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ եւ կներեք, բայց հոգեկան այդ տեսակ այսպես ասած մեր օրերում այդ դրսևորումները չեմ կարծում, որ արդեն նորմալ են, որովհետեւ չի կարելի տարիներով խոսել այն մասին, որ հարգելի գործընկերներ, փողի գողը գող է, հողի գողը գող չի, հողի գողն էլ է գող եւ առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Խնդրում եմ, եկեք փորձենք մեր այս մշակույթից դուրս հանենք այդ ձևը, այդ վարվելը, այդ մտածելակերպը։ Դա առողջ մտածելակերպ չի։ Երբ որ դու մտածում ես, ոնց անես, որ այն բակիտ են ընդհանուր տարածքում են անկյունումը տարածքը քեզնով անես։ Դու ունես վստահաբար ունես համապատասխան մասնագետի հետ որոշակի քննարկման կարիք։ Դա նորմալ չի։